Ինչպես հայտնի է, Լոս Անջելեսում այս պահին ցույցեր են տեղի ունենում, երգչուհի Սոնա Ռուբենյանն էլ գտնվում է Միացյալ Նահանգներում ու հայտնել էր, որ ցուցարարները շրջափակել են իր հյուրանոցի շենքը։ Հավանաբար լսում եք այս ձայները, որոնց ներքո ուղղակի հնարավոր չի քնել, դրա համար պատասխանեմ այսօր ամենաշատ դրվող հարցերին, թե ինչ շրթունքի մատիտ եմ օգտագործում, պարբերաբար գնում եմ նաև Շենք, որ երգչուհին իր վերջին հարցազրույցներից մեկում, որը տվել էր Նազենի Հովհաննիսյանի «Կամուրջներ» հաղորդաշարին, խոսել էր հարսանիքից հետո իր հասցեին հնչող քննադատությունների ու ամենատարբեր մեկնաբանությունների մասին։ Անձնական հարաբերությունների հետ կապված ոչ մեկի հետ չեմ կիսվում, բացի այն մարդուց, ում հետ կան այդ հարաբերությունները, այսինքն, եթե խնդիր ունենք, խոսելով ենք լուծում, բայց դա դուրս չի գալիս մեր փոքրիկ ընտանիքի սահմաններից։ Իմաստ չկա ծնողներին խառնելու այդ ամեն ինչի մեջ, որովհետև 10 րոպեից շատ հարթ է լինելու ամեն ինչ։ Սկզբում կային բարդություններ, ինչպես յուրաքանչյուր տարբեր ասպարեզի, տարբեր աշխարհայացքներ ունեցող մարդկանց դեպքում, բայց ես շատ ուրախ եմ, որ մեզ քիչ ժամանակ պահանջվեց իրար ուսումնասիրելու և ինքն էլ հասկացավ, թե այս ամեն ինչը ոնց է դասավորված ու արդեն շատ հանգիստ է այս ամեն ինչի հետ կապված։ Վստահությունն ամենակարևորն է այս ամեն ինչի մեջ, իրար վստահելն ու սիրելը հավասարապես կարևոր են հարաբերություններում։ Ես տեսել եմ, որ ավելորդ խնդիրներ, ինտրիգներ չեն եղել ընտանիքում, որտեղ ես մեծացել եմ, վայրկյանների ընթացքում ամեն ինչը հարթվել է։ Ես էլ երբեք չեմ ուզի իմ ընտանիքում ավելորդ լարվածություն մտցնել, ընտանիքի հանգստությունը ամենակարևորն է։ Սոնայի և ամուսնու Էմիլի հարսանեկան արարողությունը երկար ժամանակ հանրության քննարկումների կենտրոնում էր։ Բարեմաղթանքներից զատ եղան նաև քննադատություններ, որոնք կապված էին Սոնայի հարսանեկան զգեստի հետ։ Թեմայի մասին խոսելիս երգչուհու մայրը նշել էր. «Եթե ես իմանայի, որ ինքը ուշադրություն է դարձրել, տրամադրության անկում է եղել, անմիջապես կհարթեի ու կանցներ կգնար», իսկ ահա Սոնան պատմել էր. «Ուղղակի ես չէի կարողանում պատկերացնել, ուղեղիս մեջ չէր տեղավորվում։ Ես կես ժամը մեկ գնում էի կուլիսներ, լավ լացում էի, հետո ժպիտը նկարում էի դեմքիս, գալիս էի, որովհետև 650 հյուր ունեինք, ասում էի տուն եմ գնում»։ Ես կասկածներ ունեմ։ Ես կարծում դու ես։ Չէ։ Մաման է, իր մաման է, հենց մաֆիա լավ է։ Հետո մեկ։ Դա դու կասեք, դա թե չտա։ Ես երկող չկա։ Ոչ բան։ Վատից գեղեցի մաշիկս, վարկոշիկս, վատից գեղեցի մաշիկս։ Անուշիկ Ալավերցյան։ Ինձ տվեք իմ վարկոշիկս, վատից գեղեցիկ մաշիկս, վարկոշիկս, վատից գեղեցիկ մաշիկս։ Բրավո։ Ավելի կարող ես։ Բրավո։ Ասենք շնորհավոր, ասենք շնորհավոր, ասենք շնորհավոր, հարսեմ գնում տանից հեռանում, 17 տարեկան նանի ջան, ասենք շնորհավոր, ասենք շնորհավոր, ասենք շնորհավոր,
Այլամրացյա զորությամբ սուտաչիկով փրկեցին ամենայի որոգայթից սատանայի, և քեզ վայել է փառք, իշխանություն և պատիվ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից ամեն, Տերի զորությանքում ուրախ երիցի թագավորի փրկությանքում ցնծած ծեհուր, լուրդ ու սրիև տեզի ցանկացավ թագավոր Գևորգով։ Արյալ ձեռն Եվայի Եվ դու դուս իմ հարս, միջև հիմա հնազանդ ես այս պարոնին, որ ամուսին պետք է դառնա։ Հնազանդ ես այս պարոնին, որ ամուսին պետք է դառնա։ Եվ հնազանդ ես այս պարոնին, որ ամուսին պետք է դառնա։ Տեր ողորմյան, Տեր ողորմյան, Տեր ողորմյան, օրհնյալս Տեր Աստված անիչ ամենայն արածոց, որ դու միայն ես բայրար և կարող, որ արես ամենայն արածս խաբերություն, որպես ուրության սոցա, իժարագություն վարուտ առակինությանի պարաս ամենասպանվանքով։ Տեր Աստված մել է պաշպան սարայիս կոց և տուն ապավինի զամենային ավորոս կենացուցա։ Հրկյաս ու սավտարոտի որքով Հերեք Ներքև, սանայությամբ դանդաղ է շարժվում, շատ դանդաղ։ Են ռաֆանով մենակ ոնց է դիմավորել։ Փոչիկները։ Վայ ռապո։ Նորը մեկը գրել է հրստարի է դրել, գրել է մատ վախացրել է տաթոին։ Ասեմ չեք հավատա, բայց հարսից շուտ եմ հասա։ Գիտեմ բոլոր ուրախ եք, ես եմ շատ ուրախ։ Մինչև ուշ գիշեր ժամանակ եք ունենալ
Հավիտյանը Սավիտենից ամեն, Դերիդորության Մուրատ Երիցի Թակարի մտության ծնծածեն, լուրդ ու սրև տեզի ծանկացավ թակավոր Գևորգով։